Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է եւ այսօր մեր հյուրն է Երևանից Ազատ քաղաքացի կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուշուձյանը։ Բարձր պարոն Խուշուձյան, շնորհակալ ենք, որ Ողջույն, միացաք մեզ։ տերո։ Պարոն Խուշուձյան, քանի որ մենք վաղուց չենք զրուցել, բավականին կարևոր թեմաներ են հավաքվել հիմա մեր շուրջ, առաջարկում եմ սկսել կրկին թրիփից, քանի որ օրեցօր պարզվում է, որ շատ մեծ նախագիծ է փաստորեն թրիփը։ Վերջին օրերին իմ ուշադրությունը գրավեց այն փաստը, որ մի քանի երկրների ղեկավարներ միանգամից Ղազախստան, Տաջիկստան, Qırğızstan, այսինքն շատ կարևոր մեզ համար իրականում երկրներ, որոնք որ գնում են դեպի Հայաստանից դեպի արևմուտք, Միացյալ Նահանգներում էին, Սպիտակ տանն էին եւ նրանց դիմավորում էր Դոնալդ Թրամփը եւ այլ հարցերի շարքում նա խոսեց նաեւ թրիփից, խոսեց Հայաստանի եւ Ադրբեջանի հետ խաղաղության ծրագրից, փաստացի պարզվում է, որ բավականին մեծ նախագիծ է թրիփ ծրագիրը, որը որ Արևելքը կապում է Արևմուտքի հետ, բավականին գլոբալ ծրագիր է եւ այս հարցի շուրջ ուզում եի լսել նաեւ ձեր կարծիքը եւ տեսակետը։ Այո, միանշանակ դա դրա կարևորությունը դժվար է գերագնահատել եւ դրա մասին խոսում ենք։ Իհարկե ռուսական նարատիվը, խոսույթը եւ Կրեմլից եկող պատվերը նաեւ այդ խոսույթը տարածելու այնպեսին էր, որ հնարավորինս հակասության մեջ մտցնել այդ ճանապարհների ապաշրջապակումը եւ թրիպի գործարկումը ուրեմն Հայաստանի շահերի հետ, իբր դա հակասում է, որը լիովին հակառակն է եւ բարեբախտաբար չհաջողվեց Կրեմլին եւ նրա խամաճիկներին այդպիսի կեղծ նարատիվներ արմատավորել մեր հասարակության մեջ։ Ինչ էին ասում։ Ասում էին, որ դա Թուրանը սպասարկելու համար է, որ դա Հայաստանին թուրքական վիլայետ դարձնելու ճանապարհ է, որ դա վերահսկվելու է ոչ թե հայերի, Հայաստանի, այլ թուրքերի եւ, չգիտեմ, Չինաստանի, չգիտեմ, ես իմ կողմից։ Այո։ Այսինքն կեղծ ինչ որ խոսույթներ էր, որը շատ կարճ ժամանակում պարզվեց, որ սուտ է եւ զուգահեռաբար ասում էին, որ ոչ մի ճանապարհ չի բացվելու, որ դա միայն այդ մեղրի հատվածում իրենք իրանցը ստանալու են, մեզ էլ ոչ մի բան չեն տրամադրելու։ Հիմա լրիվ հակառակն է։ Մեղրի տարածքում դեռ ոչինչ չեն ստացել, որտեղ այնտեղ շինարարական Այո։ լուրջ աշխատանքներ են, բայց մեզ դեպի Հայաստան եկող երկաթգիծը կենտրոնական Ասիայից եւ Ռուսաստանից, Ադրբեջանով ապաշրջափակվել է։ Այսինքն ժամանակի ընթացքում ավելի դժվար է լինում ռուսական խամաճիկներին Հայաստանում իրենց այդ սուտ կեղծ նարատիվները, խոսույթները առաջ մղել, ինչը բերում է նրան, որ գնալով ամրապնդվում է հայ հասարակության այն կարծիքը, որ Արևմուտքը իրոք շատ լուրջ գործ է անում Հայաստանի հետ միասին, Հայաստանին ապաշրջապակելու, նաև անվտանգային լուրջ նոր բարձիկներ ձևավորելու, վերջիվերջո նաև տարածաշրջանային ծրագրերից դուրս մղված վիճակը հաղթահարելու։ Դուք գիտեք, Հայաստանը մեկուսացած էր մինչև հիմա։ Դուրս էր մղված բոլոր տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերից։ Նույնիսկ Հյուսիս-Հարավը, որը ժամանակին Ասիական բանկը ֆինանսավորել էր, իրականում ռուսական նաև կարծում եմ հովանավորությամբ, այստեղի օլիգարխները այնպես թալանեցին այդ փողերը, մսխեցին, յուրացրեցին, թելերից մեկն է տանում էր Գագիկ Ծառուկյանը, գիտեք, որ ոչ մի հյուսիս-հարավ չունեցանք միջև հիմա։ Վաղուց պետք է կառուցված լիներ։ Արդեն 10 քանի տարի առաջ է այդ ֆինանսավորումը հատկացվել եւ միայն հեղափոխությունից հետո, ավելի ճիշտ նույնիսկ ասեմ պատերազմից հետո, եւ դրա կարեւորությունը ընկալվեց եւ նաեւ միջոցներ հատկացվեցին դրա համար, սկսվեց ուրեմն այդ ճանապարհի կառուցապատումը, շինարարությունը, ռեալ վերանորոգումը եւ մենք արդեն ունենք շատ հատվածներում ավարտված ուրեմն հյուսիս-հարավ, Երևանից մինչև Գյումրի, Արտաշատի հատվածը մինչև ուրեմն Վայք եւ այլն, հա, այսինքն բավական լուրջ աշխատանք է տարվել եւ մնացել է ըստ էության հիմնականը Սյունիքի այդ հատվածը, որտեղ այն էլ ոչ թե ճանապարհի կառուցման, ճանապարհ ունենք այնտեղ բավականին բարվոք վիճակով, այլ կրճատման, այդ ճանապարհի կրճատման, թունելների, ուրեմն կամուրջների տեսքով, որը հիմա շինարարությունը գնում է եւ հուսով ենք մի քանի տարվա մեջ դա էլ կավարտվի եւ արևելք արևմուտքի, այսինքն հայտնի այդ Մետաքսի ճանապարհի
հետ միասին դրան զուգահեռ մենք դրան խաչվող ուրիշ ճանապարհ էլ կունենանք, ոչ պակաս կարևոր ռազմավարական տեսակետից, Եվրոպայի համար եւս եւ Հայաստանի համար դա հյուսիս-հարավն է։ Հիմա, այսինքն այն խաղաղության խաչմերուկը, որի մասին հռչակեցին Հայաստանի իշխանությունները դեռ մի քանի տարի առաջ, փաստորեն կյանքի է կոչվում եւ այն արդեն Այո, գրանցվել է, թե Չինաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության պայմանագրում ֆիքսվել է, թե TPS համաձայնագրում է ֆիքսվել եւ ոչ միայն ֆիքսվել, այլ սկսում է կյանքի կոչվել եւ միսուարիում ստանալ։ բայց տեսեք, պարոն Խուշուձյան, նույն ժամանակ Ադրբեջանից տարօրինակ հայտարարություններ են հնչում, այսինքն տարօրինակ դարձան այդ հայտարարությունները Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո նրանց հեռախոսազանգից հետո, գիտեք, հայտնի հայտարարությունը Ալիևի, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, իբր շատ են բնակվել ժամանակին, ինչը բնականաբար այդքան էլ չի համապատասխանում իրականության, հետո նաեւ Բայրամովի հայտարարություն, այսինքն ինչ որ տարօրինակություններ են նկատվում կրկին ռուս-ադրբեջանական մերձեցումից, որը որ ինչ որ չափով հակասում է Վաշինգտոնում կնքված պայմանավորվածությունների։ Չնայած որ այսօր կրկին իրենց դեսպանատունը խնդիր է ունեցել, այսպես ասենք, Կիևում, երբ որ ռուսները հարվածել են ադրբեջանական դեսպանատանը կամ մոտ տարածքին, ինչ է իրականում տեղի ունենում։ Կարող եք հուշել մեզ։ Շատ ճիշտ նկատեցիք, որ Ադրբեջանի ռետորաբանության որոշակի փոփոխումը սկսվեց հենց Պուտինի հետ հանդիպումից հետո Ալիևի, որտեղ որ Պուտինը այսպես ներողություն խնդրեց Ալիևից եւ փորձ արեց վերականգնել հարաբերությունները այն լուտանքներից եւ սպառնալիքներից հետո, որը 1-2 ամիս է տեղատարափի պես լցվում էր Ադրբեջանի գլխին ռուսական մամուլում եւ մամուլից ռուսական, ռուսաստանյան։ Բայց բոլոր այդ սպառնալիքների տեսանք արժեքի ինչ էր, 0 արժեք ուներ, ոչինչ էլ չարեցին ռեալ ինչ որ ռազմական գործողությունների տեսակետից, որը սպառնում են ռուսական մամուլում, բավականին Կրեմլին մոտ կանգնած փորձագետներ, Այո, լրատվական այսպես պերսոններ, մեդիա-պերսոններ հայտարարում են, որ հեսա նոր Ուկրաինա են սարքելու Ադրբեջանի գլխին, նոր սպեցօպերացիա են անելու, որ Ադրբեջան չի եղել, ընդհանրապես մենք ենք ստեղծել, մենք էլ կվերացնենք եւ այսպեսի ռետորաբանությունը, բայց ամբողջությամբ վերացավ եւ հիմա այսպես էլի խաղաղ համագործակցության մեջ մտան։ Դա նշանակում է, որ ամեն դեպքում ինչ որ առևտուր եղել է եւ այնպես չի, որ միայն այդ ներողությունով սահմանափակվեց։ Մենք գիտենք, որոշակի ճնշումներ գործադրվել է Ադրբեջանի վրա Ռուսաստանի կողմից, հենց ձեր նշած նաև հարվածները Ուկրաինայում Ադրբեջանի սեփականությանը նախորդել էին այս դեսպանատան մոտակայքում ուրեմն պայթած այո, ռումբից առաջ մենք ունեինք գազատարները Ադրբեջանին պատկանող պահեստահարանները եւ այլն, որ ոչնչացվեցին ռուսական բանակի կողմից ժամանակին, բայց իհարկե դա, ասենք, մի քանի տասնյակ միլիոնի վնաս հասցրեցին Ադրբեջանին, որի համար դա շահած մի հաշիվ է 50-60 միլիարդ կուտակածն ու 70-ներ կարծես պակասել է այդքան գումար ունի իր նավթային ռեզերվը, հա, Ալիևը եւ Ադրբեջանը եւ ոչ էլ այն սանկցիաները, որ կիրառվեցին ադրբեջանական գյուղատնտեսական ապրանքների հանդեպ Ռուսաստանից, ոչ էլ դա էր առանձնապես իրենց շոշափելի վնաս հասցրել։ Այնպես որ Ռուսաստանը կարծես թե ավելի մեծ վնասներ Ադրբեջանի միջոցով ինքը նավթի եւ գազի արտահանում էր անում, զուգահեռ արտահանում, խուսափելու համար պատժամիջոցները արևմուտքի, արևմտյան եւ առանց հետը հիմա ինքը բավականին վատ վիճակում է, իր նավթավերամշակման գործարանների գրեթե կեսը շարքից դուրս են հանվել, նաեւ որոշ նավահանգիստներ են խոցված եւ չեն իրենց ոչ ամբողջ հզորությամբ են կարողանում արտահանել նավթը եւ մենք արդեն տեսնում ենք ինչ վիճակում է, ծանր վիճակում է բենզինի շուկան Ռուսաստանում, բենզինի պակասորդ կա, արտասահմանից գնում են ուղղակի բենզին, նավթի արտահանումն է նվազել 25%-ով եւ դա ոչ միայն իմ նշած պատճառներով, այսինքն նավահանգիստների եւ այլն, այլ նաեւ որտեղ Հնդկաստանն եւ Չինաստանը նվազեցել են իրենց գնումները։ Սաուդյան Արաբիան մեծ զեղչեր է առաջարկում իր նավթի համար, հասկանալի է Միացյալ Նահանգների հորդորով եւ արդեն Հնդկաստանն էլ է նվազեցրել իր գնումները այո, եւ այլ Եվ Թուրքիայի վրա ճնշում գործադրվում, որ Թուրքիան էլ նվազեցնի իր գնումները, կարծես թե այդ ուղղությամբ եւս քայլեր արվում են։
Նման պայմաններում Ռուսաստանը չէր կարող իրեն թույլ տալ շարունակել սրել հարաբերությունը Ադրբեջանի հետ, բայց համենայն դեպս հին նախկինի վերադառնալու համար էլ ինքը ուզում է, որ Ադրբեջանը գոնե ինչ որ բան իրենց պայմանավորվածություններից կատարի, իսկ այդ պայմանավորվածությունները ուղղված են Հայաստանի դեմ, որը որ սկսել էր կատարել Ադրբեջանը 20 թվականից, 21 թվականից հետո, ու 20 թվականին համատեղ այդ պատերազմից Ռուսաստանի հովանավորած պատերազմից հետո իհարկե սկսել էր, ես միշտ ասել եմ դրա մասին, հարձակվել Հայաստանի սահմանների վրա, դա ապակայունացնել ներքաղաքական մթնոլորտը Հայաստանում եւ հասնել իշխանափոխության եւ բերել այստեղ ռուսական խամաճիկների։ Դա նաեւ Ադրբեջանին կապահովագրեր, գիտեք, տարածաշրջանը դեպի արևմուտք տանելու հերանեկարներին, որից ինքը շատ մտահոգ էր, որտեղ ինքը ավտոկրատ լինելով, դիկտատոր լինելով չէր կարող տեղավորվել արևմտյան ակումբում եւ հիմա էլ զորով է այնտեղ վերադառնում եւ այդ զորովն էլ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու հետևանքեր, որ ինքը ստիպված այլ ընտրանք չունենալով փորձում է ինչ-որ անվտանգային բարձիկներ գտնել արևմուտքում։ Եվ հիմա, երբ որ օգոստոսից հետո դադարել էր այդ ձեր նշած ռետորաբանությունը Ադրբեջանի, հենց Պուտինի հետ հանդիպումից հետո էլի վերականգնվեց, վերսկսվեց, չնայած որ դա զուգահեռ իհարկե ճանապարհ է ապաշրջապակվում, որը որ շատ ավելի կարևոր է, քան այդ ռետորաբանությունը, որը իդեպ շատ այսպես թեական էր, ինքը հատուկ նշում էր, որ ռուսական ցարական քարտեզներում եւ այլն այդ լիճը եւ այլն Հայաստանի վարչապետն էլ ճշգրիտ պատասխանեց, որ նույն այդ քարտեզներում ընդհանրապես Ադրբեջան գոյություն չունի։ Կարողանում ինչ կամ ինչքան հետ պետք է մենք այո, կամ ինչքան հետ պետք է գնանք, քանի տարի, քանի դար պետք է հետ գնանք այդ քարտեզներն այլով։ Եվ նաև այդ 300,000 թիվը, այս մոգական ինչ որ թիվ են հնարել եւ կրկնում եմ, գիտեք, այդ նրանից է, որ մենք ընդհանրապես այդ թվի քննարկման մեջ, ընդհանրապես այդ փախստականների հարցի մեջ չենք ուզում մտնենք, որը որ սխալ է։ Ես կարծում եմ դա մարտավարական սխալ է։ Մենք չպետք է վախենանք մտնել, ասել նախ որտեղից այդ 300,000-ը իրենք ասում են բազմացել են այդ 160-180 հազարը, որը որ Հայաստանում ապրել են, այս ընթացքում բազմացել են, նոնսենս է իհարկե, որտեվ ոչ մի 160-180 հազար նախ չկար Հայաստանից, որպես փախստական Ադրբեջան տեղափոխվածների թիվը չի գերազանցում մի քանի հազարը, եթե ոչ մի քանի հարյուրը, որտեվ բոլոր մնացածը փոխանակել են իրենց տները կամ ստացել են կամ վաճառել են իրենց տները։ Եվ անհատ առ անհատ քաղաքացի առ քաղաքացի պետք է այդ ամեն ինչը քննվի եւ դա պետք է անպայման արվի միջազգային մարմինների աչալուց հսկողությամբ եւ մասնակցությամբ կամ ՄԱԿ-ի հանձնակատար փախստականների գծով հանձնակատար, որը իդեպ պետք է գրասենյակ ունենար Արցախում Շարաբաստիկ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների համաձայն, որը այդպես էլ չբացեց իր գրասենյակը, այդպես էլ հայ փախստականների եւ որևէ փախստականի հարցով չզբաղվեց, որտեղ Ադրբեջանը թույլ չտվեց։ Ոչ միայն թույլ չտվեց, ինքը նույնիսկ կարմիր խաչն է հանում Ադրբեջանից, էլ որ մնաց փախստականների հանձնակատարի գրասենյակ թույլ տար բացել, բայց համենայնդեպս մենք կարող ենք այդ մասին խոսել եւ չվախենալով, որ ինչ որ դրա արդյունքում կարող է ինչ որ հեռավոր ապագայում մի քանի հազար ադրբեջանցի վերադառնալ Հայաստան։ Դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ որ զուգահեռաբար այն 100 հազարավոր հայերը, որոնք որ իրոք փախստական են Ադրբեջանից եւ խոսքը ոչ միայն նախկինում Սումգայիթից, Բաքվից, Մինգեչաուրից, մյուս այդ Գանձակից, այլ տեղերից փախած հայերի մասին է, այլ հենց Արցախահայության մասին, որը ոչ միայն ոչ մի փոխհատուցում չի ստացել, ոչ մեկի հետ իր բնակարանները չի փոխանակել, այլ նաև ցանկանում է վերադառնալ իր տները եւ այդ հարցը պետք է վաղուց լուծվի։ Ինչ կարգավիճակով էլ որ դա լինի, դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, երբ որ հերիքչի մարդկանց զրկել են, ունեզրկել են, դեռ մի բան էլ վտարել են ռազմական գործողությունների հետևանքով եւ բռնի ըստեյության տեղահանել են իրենց հայրենիքից եւ հիմա թույլ չեն տալիս վերադառնալ ինչ որ պատրվակներով։ Պատրվակներն են, որ ասում է թող գան մեր ուրեմն անձնագրեր ընդունեն, մեր օրենքներով ապրեն, բայց այդ օրենքներով ապրել նշանակում է ընդամենը մի քանի տարի հետո հայտնվել կամ Բաքվի բանտերում կամ սպանվել կամ հետապնդվել, ոնց որ Ադրբեջանի ռեժիմի ցանկացած օպոնենտ է արվում, այդպես են վարվում ցանկացած օպոնենտի հետ, ելու մնաց հայերի հետ այդպես չվարվեն։ Ճիշտ է։ Այսինքն պետք է ինչ-որ անվտանգային երաշխիքներ լինեն, երբ որ դու պահանջում ես, որ մարդիկ վերադառնան օրենսդրության ներքո, պետք է դու նաև միջազգային իրավունքին եւ օրենքներին համապատասխան անվտանգության երաշխիքներ տաս, նրանց նորմալ ապրելու, անվտանգ ապրելու իրավունքը երաշխավոր ես, որը դու չես անում,
եւ դրա համար էլ չեն վերադառնում։ Պարոն Խուշուձյան, խոսենք նաև Հայաստանի եվրոպական հեռանկարից։ Ձեզ Հայաստանից ավելի լավ է ամեն ինչ երևում։ Ա, Վիզաների լիբերալիզացիայի հարցը, այսինքն ազատականացման հարցը, արդեն բանակցությունները սկսվել են։ Հայաստանը բազմաթիվ բարեփոխումներ պետք է իրականացնի։ Հայաստանի վարչապետն է հայտարարություններով հանդես գալիս եվրոպական օրակարգի շուրջ, արտգործնախարարը, բայց կարծես օրեր առաջ Հայաստանի վարչապետից, այսինքն իր հայտարարություններից ես հասկացա մեկ բան, որ շատ բան կախված է նաև Վրաստանից եւ Թուրքիայից, որքանով կշարունակի Վրաստանը այդ ճանապարհը եւ Թուրքիան։ Դուք ինչպես եք տեսնում Հայաստանի խորացումը հարաբերությունների Եվրամիության հետ եւ ընդհանրապես եվրոպական օրակարգը։ Սկսենք նրանից, որ իհարկե տեսանելի է, որ Վրաստանում, եթե այս իրավիճակը խորանա հակաեվրոպական խոսույթներով, դիրքորոշումներով եւ Վրաստանի իշխանությունները ավելի մեծ խոչընդոտներ հարուցեն նաեւ լոգիստիկ հարցերում, հա, որտեղ մենք գիտենք, որ Վրաստանով անցնող հայկական բեռները լուրջ խոչընդոտների են սկսել հանդիպել, կաշառքներ են հավաքում նրանցից, այն հին Շևարդնաձեի ժամանակների պես։ Բայց նաև, եթե մենք միասնաբար չենք գնալու դեպի Եվրոպա եւ Վրաստանին կարող են նույնիսկ զրկեն այդ ազատ վիզային ռեժիմից, ինչի մասն է խոսք է գնում արդեն, Հայաստանի համար ավելի դժվար կլինի այդ վիզաների ազատականացումը ստանալ։ Ինչ վերաբերում է Թուրքիայի, ապա փակ սահմաններն են դրա խոչընդոտը, որտեղ նոնսենս է եվրոպական մաքսային գոտու համենայն դեպս հետ սահման ունենալ եւ այդ սահմանը փակ լինի։ Դուք գիտեք, որ Թուրքիան եվրոպական մաքսային գոտու անդամ է, ասոցիացված անդամ է ըստ Եվրոմիության, նաեւ տեխնացու անդամ է, Այո, եւ բայց միաժամանակ փակ է պահում սահմանը Եվրոմիության հետ ինտեգրվել ցանկացող մեկ այլ երկրի համար։ Հիմա հունվարի 1-ից եթե նույնիսկ բացվելու է երրորդ երկրների համար այդ սահմանը, բայց դա խնդրություն չէ։ Մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պետք է սահմանը բացվի եւ մտահոգությունները հասկանալի են, բայց իհարկե կան ներքին խնդիրներ էլ։ Չնայած որ եվրոպացիները բավականին գոհ են ընթացքից, վիզաների ազատականացման գործընթացի բանակցություններից եւ այն քայլերից, որ արվում է Հայաստանի իշխանությունների կողմից, ըստ իրենք տեսնում են, որ կա քաղաքական կամք Հայաստանի իշխանությունների մոտ, որ առաջ այդ հարցը լուծել։ Իշխանություններն էլ շահագրգռված են ընտրությունից առաջ առաջընթաց ունենալ, որտեղ դա մեծ կռվան կլինի ընտրությունների ժամանակ, հասկանալի է, հատկապես երիտասարդության մի զգալի մասը շատ ողջևորված կլինի, որ մոտ ապագայում կարող ենք Եվրոպա ազատ ելումուտ ունենալ առանց ոչ մի վիզաների, որ հիմա հերթեր են կանգնում շատերը մեծ դժվարությամբ են ստանում, շատ ավելի բարդ է հիմա դարձել վիզաներ ստանալը, քան նախկինում։ Դա միայն Հայաստանին չի վերաբերում, ասեմ ձեզ, Եվրոպան խստացրել է բոլոր երկրների հետ իր վիզաների տրամադրման գործընթացը, որտեղ այնտեղ հիմա էլ շատ զարգացած են այդ մտահոգությունները արտասահմանից ոչ լեգալ միգրացիայի, հատկապես մահմեդականների, բայց նաև եվրոպական մշակութային շրջանակի մեջ չտեղավորվող մարդկանց ներգաղթող, հա, մտահոգ են եւ դրա համար էլ դժվարացնում են ընդհանուր հոսքը նույնիսկ տուրիստների եւ ուղղակի այցելուների։ Այնպես որ խնդիրները շատ են, բայց ես կարծում եմ մենք առաջիկայում կունենանք լավ լուրեր Եվրոպայի հետ ինտեգրման գործընթացի վերաբերյալ եւ դա վերաբերում է ոչ միայն վիզաների ազատականացմանը, այլ նաեւ ընդլայնված համագործակցության շրջանակի նոր շրջանակի ստորագրմանը եւ այլ հարցերի։ պարոն Խուշուձյան, հնարավորանք Հայաստանի ներքին հարցերին տեսնում ենք, որ տարբեր եկեղեցիներում պատարակներ են ընթանում, որոնց որ մասնակցում է Հայաստանի վարչապետը, հետո այդ քահանաներին կարգալուծ են անում կամ դրանից առաջ են կարգալուծ անում։ Ի վերջո, ինչու կարող է հանգեցնել այս գործընթացը եւ հնարավոր է արդյոք այդ պատարակների միջոցով ինչ որ փոփոխությունների հասնել մայրաթորում, ձեր կարծիքը։ Հայ առաքելական եկեղեցին որպես սովետական շրջանի ժառանգություն ստացել է բավականին մի տհաճ եւ անընդունելի իրավիճակ, երբ որ այն բռնազավթված է ըստ էության մի խումբ մարդկանց կողմից, որոնք որ սպասարկում են օտար երկրի շահեր եւ չեն սպասարկում Հայաստանի Հանրապետության եւ հոգեվոր
նաև հավատացյալ հոտի շահերը, որոնք որ նաև որևէ աղերս չունեն ընդհանրապես հոգևոր կյանքի հետ, ելուր մնաց եկեղեցու հետ, խաժամուժի մի հավաքածու է, որը որ առաջ պետք է հեռանա։ Եվ այն իրոք իրենց դիրքին, իրենց կարգավիճակին համապատասխանող եկեղեցականները, որոնք որ փորձ են անում համագործակցելով Հայաստանի պետական մարմինների հետ, իշխանությունների հետ, բարձրաստիճան ուրեմն հավատացյալների հետ ավելի ճիշտ կլինի ասել, հա, որտեղ ըստ էության տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը հանդես են գալիս ոչ թե որպես պետական մարմնի ներկայացուցիչներ, այլ որպես հավատացյալներ, Իրական հավատացյալների հետ։ Yeah. իրական հավատացյալներ եւ հիմա այդ եկեղեցականները նրանց հետ համագործակցաբար փորձում են եկեղեցի առ եկեղեցի ազատագրել հայ առաքելական եկեղեցին այդ ուրեմն այլանդակ բարքերից եւ այդ ամարտնացից։ Այնպես որ դա նորմալ գործընթաց է, վատ է որ ուշ է սկսվել եւ իշխանությունները իրենց մեղքը ընդունում են, որ հեղափոխությունից հետո պետք է անմիջապես դա անեին, բայց մենք նաեւ գիտենք, որ դա ռուսական միջամտությամբ է ուրեմն կանխվել հենց անձամբ Վլադիմիր Պուտինը, որի շահերն էլ հենց սպասարկում են այդ մարդիկ, որի ձեռքից էլ հենց շքանշանները, որ Այո, ստանում են իրենց կլաններով, իրենց եղբայրներով, ազգուտակով, չգիտեմ ես ումով։ Եվ չեն էլ թաքցնում, թե ում շահերն են սպասարկում, հա։ այսինքն այս գործընթացը կարող է հանգեցնել նրան, որ Էջմիածնում լուրջ փոփոխությունների մենք ականատես լինենք, հա, մոտակա ամիսների ընթացքում։ Հուսանք, հուսանք, ամեն դեպքում իշխանությունը իշխող հավատացյալները, այսպես իշխանության մեջ գտնվող հավատացյալները, այսպես ասենք, որևէ ինչ որ կոշտացի չեն գնում, որևէ պետական լծակ չեն կիրառում եկեղեցու դեմ, խոսքը եկեղեցու ներսում ծվարած հանցագործների մասին չի, որոնք բացահայտ ուղղակի հակապետական ինչ որ գործունեություն են ծավալում եւ բնականաբար պետական մարմինները, իրական մարմինները պետք է նրանց հարցերը լուծեին, մեկուսացնեին եւ հիմա դատավարություն է գնում նրանց դեմ, նրանց մասին չի խոսքը, ընդհանուր այդ վերնախավ կոչեցյալի դեմ, որը առերևույթ այսպես հանցագործություններ չի գործել, բարձր պաշտոն ունեցող հավատացյալները չեն չարաշահում իրենց պաշտոնը եւ չեն կիրառում պետական հզոր լծակները, որի կիրառման դեպքում հասկանալի է, չէ, դա մի օրվա Այո, հարց է դա, բայց հա, չեն ուզում այդ բան անեն եւ երևի ճիշտը դա է, հա, որտեղ լրիվ ուրիշ արձագանք կարող է այդ ամենը հետո ունենալ։ ուրիշ աստար կարող է ստանալ։ Հիմա արդեն տարբեր աղիողորմ կոչերի եւ նաեւ գուցե ֆինանսական միջամտությունների հետևանքով որոշ արևմտյան երկրներում արդեն սկսում են արձագանքել այդ կոչերին եւ ասել, որ հայ առաքելական եկեղեցին վտանգված է, որ նրա դեմ ինչ որ արշավ ու բարձ է, դա շատ սահմանափակ շրջանակներ են այդպես արտահայտվում, հիմնականում արևմուտքում ըմբռնումով են մոտենում այս գործընթացին, հասկանալով ովքեր են ծավալել հայ եկեղեցու, ոչ միայն հայ, գիտեք, ամբողջ հետխորհրդային շրջանի թե եկեղեցիների, թե մզկիթների եւ մահմեդական համայնքների բոլոր այդ բարձրաստիճան ղեկավարությունը անցել է KGB-ի թրի տակով, բոլորս էլ դա գիտենք։ Այո, Անհնար էր այնտեղ այդպես աշխատել առանց KGB-ի հետ համագործակցության։ Ժամանակին բոլորը ովքեր որ չէր համագործակցում NKVD-ի հետ կամ կախեցին, կամ սպանեցին, կամ խեղդամահարեցին, կամ էլ ուղղակի վտարեցին երկրից։ Մնացին նրանք, ովքեր պատրաստ էին համագործակցել, դրա համար էլ դες թափով սկսեցին վերածնել ճակերտավոր կրոնական համայնքները բոլոր երկրներում։ Հիմա երկիր առ երկիր ժողովուրդները ձերբազատվում են այդ աղբից, որը որ սովետական միությունից մնացել է։ Ուկրաինան բավականին հաջողությամբ դա անում է նաև այսպես կոչված մոսկովյան պատրիարխատից հրաժարվելով եւ ուղիղ ստանալով լիազորություններ Կոնստանտինոպոլոսի պատրիարքից այո, ուղղափառ եկեղեցու մենք վերադաս չունենք այդպես որ այնց հատուկ ինչ որ կարգավիճակի կարիք ունենանք, բայց մենք էլ ունենք բաժանված եկեղեցի, ելի սովետական միության պատճառով բաժանված եկեղեցի, որը դա էլ մի ուրիշ հարց է, ինչի հեղափոխություն բանը սովետական միության փլուզումից հետո ինչի չվերամիավորվեց, դրա փորձը արվեց, բայց խաբեցին այն ժամանակ, Կիլիկիո կաթողիկոսություն է նկատի ունեք։ այո, այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ամբողջ այդ միտքը բերել Գարեգին
ուրեմն առաջինին Կիլիկիայի կաթողիկոսին բերել կարգել Հայաստանի համայն հայության հայ առաքելական արդեն եկեղեցու կաթողիկոս էր, որ նաև դրանից հետո միավորվեն եկեղեցիները, չընտրվեր նոր կաթողիկոս Կիլիկիայում Անտիլիասում, Այո։ բայց խփեցին Անտիլիասում ընտրեցին ամեն դեպքում նոր կաթոլիկոս, այս Արամ առաջինին եւ էլի մնաց այդ բաժանված եկեղեցին։ Մի կողմից դա, մյուս կողմից էլ վերջո լյուստրացիա չարվեց, մինչև հիմա չի արվել լյուստրացիա, որ հասկանանք որտեղ ինչ կագբեական ուրեմն աղետաբեր ներկայություն է եղել, ոչ միայն Հայաստանում, այլ նաև Անտիլիասում։ Մեկը որոշ կուսակցական շրջանակների կողմից ընտրված կաթողիկոս է, մյուսը KGB-ի կողմից աջակցություն ստացած։ Ահա որ Ախր ուղղակի։ այդ մի կուսակցությունն էլ, որի ձեռամբ ընտրել են, մի պակաս համագործակցություն KGB-ի հետ դա չի ունի։ Այո։ Պարոն Ահա Խուշուձյան, իսկ ինչպես եք վերաբերվում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, իշխանությունների արձագանքին, չափից դուրս արձագանք չեն տալիս, այսինքն ավելի այդ սև PR-ը նույնպես PR չէ, երբ որ արձագանքում են, ինչ է ստացվում եւ այդ ձերբակալությունները ընդհանրապես պետք է այդ ձև արձագանքել, թե չէ, դա եմ ուզում ասել եւ արդյոք կապ ունի հիմա որ հանրային խորհրդին կից ձևավորվում է փաստահավաք խումբը այս ամենի հետ, այսինքն ցանկություն կա այս ամենին վերջ տալու, որ նախկինում այդ հանցագործությունները տեղի են ունեցել եւ մինչեւ վերջ չեն բացահայտվել։ Տեսեք, սկսենք նրանից, որ իշխանություններին մարտավարական տեսակետից լավ էլ շահավետ է, որպես օպոնենտ բանավիճել այդ նախկինների հետ։ Իրենք են չէ ասում, մեր գանձն են իրենք։ Իրենք են ասում, ինչքան իրենք կան, մենք հայ իշխանություն ենք լինելու։ Եվ ունես չի որ հերոյ իրականությունից, բայց դե այդ մարդիկ էլ սոված սպասում են, թե երբ պետք է գոնե մի ինչ-որ իշխանության ձեռք գցեն, եւ դրա համար անկախ ամենից անդադ փորձելու են, քանի դեռ շունչ կա նրանց մեջ, հա, այդ իշխանությանը ձեռք գցել։ Հիմա ինչ վերաբերում է փաստահավաք խմբին, իրականում փաստահավաք խումբը, որը ձևավորվել է որպես փաստահավաք հանձնաժողով, վաղուց պատմություն է։ Դա հասարակության պահանջն էր վերհանել բոլոր այն հանցագործությունները, որը տեղի ունեցել 91 թվից ի վեր, եւ դրանց հատկապես ընտրական կեղծարարությունները, հետընտրական շրջանում հետապնդումները քաղաքացիների, ըմբոստացող քաղաքացիների, կեղծիքների դեմ ըմբոստացող քաղաքացիների, լինի դա ապօրինի սեփականազրկումները, այդ մասնավորությունների եւ կարիքների, պետական կարիքների զոհերի անվան տակ, կարիքների անվան տակ պետական կարիքների զոհեր ուրեմն առաջացնելու սպանությունները եւ ինքնասպանությունները բանակում, որը որ ժամանակին պատշաճ կերպով չեն հետաքննվել ռազմական դատախազության, զինվորական դատախազության կողմից եւ այլ, այդ բոլոր հարցերի համար պետք է իհարկե ոչ թե ձևավորել 6-7 հոգանոց հանձնաժողով, այլ մի մեծ ինստիտուտ պետք է աշխատել, մեծ ստորաբաժանումներով, ամեն մի ուղղությունը իր աշխատանքային խմբով, փորձագետներով, շատ ավելի լուրջ լիազորություններ են պետք, որ բոլոր պետական մարմինները պարտավոր լինեին բոլոր հարցումներին ի պատասխան այդ հանձնախմբի ցանկացած ինֆորմացիա տրամադրել։ Հիմա բավականին սահմանափակ եւ այսպես ոչ ամբողջական մի որոշում է կայացվել, բայց նույնիսկ դա կարևոր է, գիտեք, եւ դրա համար էլ ես ինքս էլի մեջում կիսվեցի այդ լուրը, իդեպ շատ այսպես ոչ թափանցիկ գործընթաց էր տեղի ունեցել, նույնիսկ չկա օրը միջև հիմա այդ ուրեմն միայն կառավարության էջում էր դրվել, բայց դե գիտեք, կառավարության էջում հայտարարությունները վրա դրվում են, այս չի որ քաղաքացիները օրնուդուն սպասում են եւ նայում են, թե այդտեղ ինչ ա եղել, որ ինչ հայտարարություն կա, որ դիմեն թե չդիմեն։ Նման դեպքերում, նման կարևոր որոշումների դեպքերում լրատվամիջոցներին տեղեկացնում են, նորմալ հաղորդակցում են հասարակությանը, կա ռազմավարական հաղորդակցության կոնցեպտ, որը պահանջում է, որ հասարակությունը տեղյակ լինի նման որոշումներից, որ լավագույնները գնան դիմեն, մասնակցեն։ Հանրային խորհուրդը ցավոք չէր հրապարակել որևէ տեղ, ոչ իր կայքում, ոչ իր Facebook-յան էջում, եւ իմ մոտ այս տպավորությունն է, որ հանրային խորհրդի ներսում նաեւ առանձնապես ցանկությունը չկա, որ այդպիսի մի կառույցի ձևավորմանը նպաստել, համենայն դեպս որոշ մարդկանց մոտ հանրային խորհրդի, չեմ կարող ամբողջ հանրային խորհրդի համար բան ասել, կտեսնենք նաեւ այս ձևավորման ընթացքից, համենայն դեպս այսօր վերջի օրն էր փաստացի այդ դիմումները ստանալու եւ տեսնենք թե ինչ ընթացք կունենա։
մենք ժամանակին պահանջում ենք, որ այդ ուրեմն փաստահավաքումը ձևավորվի ազգային ժողովի ներքո, որ շատ ավելի բարձր կարգավիճակ ունենան նաև, հա։ Չգիտես ինչի դրանից էլ հրաժարվեցին իշխանությունները եւ այդպեսի Իշխանություններին ավելի, ձեռնտու չի երևի այդ ամենը։ բայց ինչի ձեռնտու չի։ Ես այդտեղ չեմ հասկանում ճիշտն ասած, որովհետեւ դա նախկինների վերջնական նախկինների քաղաքական գերեզմանի վրա վերջին քարն է լինելու դրած, որովհետեւ այդ լրի բացահայտումները, որ արվի, դա ուղղակի հիշեցում է լինելու հասարակությանը, բայց արդեն փաստերով, ոչ թե հիմա նախկինները, որ արդարանում են, որ ոչ մի փաստեր չկա, այդ էս ասում եք 4 միլիարդ, ընդամենը 400 միլիոն են գողացել, եսիմինչ, նու պարզ է, գողանալը, նա չեն ընդունում, որ այդքանը գողացել են, իրանք ասում են մենք իծնե թույն բիզնեսմեն ենք եղել ու մեզ միայն խոչընդոտում էր պաշտոն չունենալը, որ մենք այդ բիզնեսմենի մեր ջիղը լավ աշխատի, հենց պաշտոն ստացան, մեր ազգուտակը միանգամից այդ ջիղը արտնացավ իրանց մոտ ու սկսեց լավ օթից sense փողեր աշխատել միլիոնավոր դոլարները։ Բայց հարցը դա չի, բա այն հանցագործությունները, որ ամենագլխավոր հանցագործություն ցանկացած պետության մեջ, դա ժողովրդավարական պետության մեջ, դա իշխանության բռնազավթումն է։ Դա թիվ 1 պետական հանցագործությունն է, ավելի վնասակար, վտանգավոր, քան նույնիսկ դավաճանությունը, որտեղ դա ուղղակի պետությունը կործանելու ամենակարճ ճանապարհն եւ այդպես էլ եղավ։ Մենք մազեր մնացել, որ մեր պետությունը կործանվեր 20 թվականին, 2020 թվականին, որտեղ միշև այդ անդադ բռնազավթված է եղել եւ ընդամենը 2 տարի էր, որ հեղափոխության միջոցով ժողովուրդը կարողացել էր վերականգնել իր լիազորությունները, իր ինքնիշխանությունը, ուրեմն պետական իշխանության հանդեպ։ Այնպես որ դա պետք է որ իշխանություններին էլ շահավետ լիներ այդ փաստահավաք խմբի օր առաջ եւ արդյունավետ գործունեությունը, բայց էլի եմ ասում իմ համար տարօրինակորեն դե լյուստրացիա չեն անում, վեթինգ չեն անում, գոնե այս մի գործիքներ դինելու, որ ինչ որ մի բաներ բացահայտումներ արվեր ձեռի հետ է որոշ բան վեթինգ կլներ իհարկե, որտեղ վեթինգը դա միայն ունեցվածքի մասին չի, հա, այդ ունեցվածքի ապօրինի ունեցվածքի, այլ նաեւ նախկինում արված ապօրինի քայլերի, հանցագործությունների, քաղաքական հանցագործությունների մասին է, որը որ հիմնավոր կերպով պետք է ամբողջը մշակել եւ զեկույցների ձևով ներկայացնել հասարակությանը։ Հիմա հուսով եմ այս նոր խումբը եթե ձևավորվի կամ երբ ձևավորվի, դա կանի եւ մնում է որ իշխանությունները ամեն ինչով ապահովեն այս խմբին, որ արդյունավետ, մաքսիմալ արդյունավետ անխոչնդոտ իր գործունեությունը կարողանա իրականացնել։ Դե պետք է երևի շատ բարձրաձայնել, որպեսզի չկարողանան խոչընդոտել։ Շատ շնորհակալ ենք, պարոն Խուշուձյան, այսօրվա Ես եմ զրույցի համար։ շնորհակալ։ Հաջողություն, հանդիպենք։ Իրոք։